Վանաձոր Ալավերդի ճանապարհահատվածի վրա կախված վտանգավոր ժայռաբեկորի վնասազերծման աշխատանքները սկսվել էին ավելի քան 1 շաբաթ առաջ։ Ընտրվեց պայթեցման մեթոդը, պայթյունն իրականացնող հատուկ խումբը։ Հաշվի առնվեցին վտանգավորության չափը, պայթեցման բոլոր հնարավոր հետևանքները։ Մի շարք խորհրդակցությունների արդյունքում բոլոր գերատեսչություններին տրվեցին համապատասխան հրահանգներ։ Հստակեցվեցին օրն ու ժամը։ M6 միջպետական ճանապարհի Ալավերդու ճանապարհահատվածի վրա կախված վտանգավոր ժայռաբեկորը րոպեներ անց պայթեցված կլինի։ Տեղում աշխատում են Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատը, Լոռու մարզի փրկարարական վարչությունը եւ պայթեցնողների հատուկ խումբը։ Տեղում գործողությունները ղեկավարում է Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը։ Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։ Արդեն հայտնի մի քանի պայթեցման մեթոդներից ընտրվեց նորագույնն ու ամենաանվտանգը։ Առավելությունն այն է, որ մեծ հարվածային ալիք չի առաջացնում, քանի որ այս պայմաններում եւ այս մեթոդով պայթեցման նախադեպ հանրապետությունում չկար, հետևանքները եւս անկանխատեսելի էին։ Բոլոր մասնագետները տեղում են, զգոնեն ոստիկանությունը, շտաբ բուժօգնության անձնակազմը։ Պայթեցնող հատուկ խումբը սպասում է հրահանգին։ Նախապատրաստական աշխատանքները տասնապատիկ ավելի երկար տևեցին, քան բուն պրոցեսը։ Մի քանի վայրկյանում ժայռի 2500 տոննա կշռող հսկա զանգվածը մասնատվելով բազմաթիվ քարաբեկորների թափվեց ճանապարհի վրա։ Պայթեցման մասնակիցները հանգիստ շունչ են քաշում։ Ամեն ինչ անցավ ըստ նախատեսվածի։ Հիմա հաջորդական գործողությունների իջնում ենք ներքև, իրավիճակը գնահատում ենք եւ եթե եկանք եզրակացության, որ վտանգ ներկայացնող կախված ժայռեր չկան, սկսում ենք մաքրելու ճանապարհը եւ ինձ թվում է այսօր էլ դուք տեսեք, որ ամբողջ տեխնիկան կանգնած է, սպասում է, պլանավորած է եւ այսօր էլ երևի անցանելի կսարքենք արդեն ճանապարհը։ Սա կանխարգելիչ միջոցառում էր ավելի լուրջ ծողանքից եւ որ ամենակարևորն է ողբերգական միջադեպերից խուսափելու համար։ Հերմինե Զարմանյան, Վազգեն Մինասյան, Արտակ Բրուտյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, լուրեր։